Դիտորդները պարտավոր են չի միջամտել ընտրական գործընթացին եւ չարտահայտել քաղաքական աջակցություն կամ ընդդիմություն։ Ընտրությունների ժամանակ դիտորդ լինելու համար պարզվում է պարտադիր պայման է չքննադատել որևէ ուժի, նրա թեկնածուի մասին առհասարակ որևէ կարծիք չհայտնել։ Ազգային ժողովում արտահերթ ձևաչափով ընդունված ընտրական օրենսգրքի այս լրացումը հարցեր է առաջացնում Հայ-ԱԿՎ նախաձեռնության մոտ։ Հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը չպիտի աջակցի որևէ կուսակցության, որը շատ նորմալ է, չեզոքությունից ելնելով սա նախկինում եւս կար։ Հիմա ավելացել են, չի իրականացնում կողմ կամ դեմ քարոզչություն, ընդհանրապես։ Եվ հստակ չի, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Օրենսգրքում փոփոխությունների համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը արտահերթ նիստին հայտարարել է, ազգային ժողովի օրակարգ հարցը բերելուց առաջ քննարկել է բոլոր նորմալ դիտորդական կազմակերպությունների հետ։ Հայ-ԱԿՎ-ում հասկացել են, ԿՊ-ի պատկերացմամբ իրենք նորմալների շարքում չեն, ավելին օրինագիծը մշակվել է նախորդ ընտրություններում իրենց որդեգրած քաղաքականությանը հակազդելու նպատակով։ Դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ, ԿԸՀ կողմից հավատարմագրված Հայ-ԱԿՎ դիտորդական առաքելության կողմից։ Արուսյակ Ջուլհակյանը, падգամավորը քաղաքացիական պայմանագրից, հարկի անհարկի պարբերաբար նշել է մեր կազմակերպության անունը, ավելին նա նաև ներկայացրել է, որ մեր գործունեությունն է հիմք հանդիսացել այսպիսի հրեշավոր օրենքի նախագիծ ազգային ժողով լիագումարնից բերելու համար։ Հայաստանում ընտրություններին որպես դիտորդ հետևելու համար նախկինում 3 պայմանի պետք էր համապատասխանել։ Հիմա դրանք 11-ն են։ Նախկինում քաղաքական ուժի կամ թեկնածուի հասցեին քննադատություն չհնչեցնելու պահանջից ավելի հրեշավոր վերջին կետն է, հայտարարում է Հայ-ԱԿՎ-ն։ Որևէ կուսակցության թեկնածուի օգտին քարոզչության արգելք, սա նախկինում կար, հիմա ավելացել է նաև հակաքարոզչություն։ Պատկերացեք նույն ձևով, եթե ենթադրենք ես փողոցով գնում եմ եւ քաղաքացիական պայմանագրի կամ ցանկացած ընտրություններին մասնակցող կուսակցությունից որևէ մեկի, որևէ անդամ մոտենում է եւ ինձ վիրավորում է, ես էլ ենթադրենք իրան հակադարձում եմ։ Դա քարոզչություն է, հակաքարոզչություն է, դա ինչ է։ Փաշինյանի թիմակիցներն էլ են բազմիցս հանդես եկել քննադատություններով ընդդիմության հասցեին, բայց արդեն կարելի է ենթադրել, որ կարգավորումները Փաշինյանի շահերը սպասարկող դիտորդներին չեն վերաբերելու, հայտարարում են նախաձեռնության անդամները։ Այս օրինագծով ստեղծվում է յուրահատուկ կոմֆորտ զոնա քաղաքացիական պայմանագիր կուսակցության արբանյակ դիտորդական կազմակերպությունների համար։ Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր հայացքներ ունեցող դիտորդական կազմակերպությունների հասցեին վիրավորանքներ են հնչել։ Ընտրական, այսպես ասած, խուժանությունները շարունակական լինեն։ Հայ-ԱԿՎ-ից հայտարարում են, այս հայտարարությունների մասով դատարան չեն դիմի, թեև մեկ այլ դեպքով հայց ներկայացրել են։ Այս պահին պարոն Ալեքսանյանի դեմ, այո, մեր կողմից դատական հայց է ներկայացված, որտեղ տեղ կա, որտեղ դա քաղաքական գնահատականներ են, հա, իսկ տեղ կա, որ բացարձակ քաղաքական գնահատակ, նույնիսկ կոշտ, կոպիտ եւ վուլգար քաղաքական գնահատական են։ Ստեղծված իրավիճակում Հայ-ԱԿՎ-ն որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին ուժերից մեկի հետ լայն կոալիցիայի կազմում։ Արսեն Դումանյան, Վահրամ Ստեփանյան, Լրաբեր։